Պարոն Փաշինյանը այսօր խոսեց հիբրիդային պատերազմից, Լեռնային Ղարաբաղից, Սահմանադրության փոփոխությունից եւ առհասարակ ինչու հրաժարական չէր տալիս կամ չի տալիս։ Հիմա միասին կհասկանանք ամեն ինչ։ Նախ եւ առաջ սիրելի հայրենակիցներ ջան, հիբրիդային պատերազմը ինչ է, պարոն Փաշինյանը պարզ ու հստակ բացատրեց։ Այն որ ասում են պարոն Փաշինյանը Դուբայում տներ ունի, Ֆրանսիաներում տներ ունի, շվեյցարական բանկերում հաշիվներ ունի, կամ երեխաների օրգանների արքուվաճառքով է զբաղվում, կատարյալ սուտ, ապուշություն եւ սա է հիբրիդային պատերազմը, սիրելի հայրենակիցներ ջան, որ փորձում են չեղած բաներով սևացնել այս մարդու երեսը։ Եթե նա ունենար Դուբայում տներ, եթե նա ունենար Ֆրանսիայում տներ, շվեյցարական բանկերում հաշիվներ ունենար, ապա հավաստիացնում եմ ձեզ, նա կյանքում չէր կարողանա մարզային գյուղերի դպրոցներ, ճանապարհներ, մանկապարտեզներ չէր կարենա անել, որովհետև կվարվեր նույն Սերժ Սարգսյանի ոճով։ Չենք կարա Երևանում էլ լիքը բաներ կանելու, չենք կարող անենք, ուր մնաց մարզեր գնամ։ Պես հասկացանք, որ կատարյալ մուտիլովկա է, իսկ երեխաների օրգանների վաճառքը սա առհասարակ սրբապղծության գագաթնակետա ու ամոթ նրան, որ ինչ-որ մեկը կարամտածի այդ ուղղությամբ նույնիսկ։ Իսկ ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, սիրելի հայրենակիցներ ջան, մեծ ցավով եմ ասում, բայց այո ժողովուրդ ջան, միշտ էլ յուրաքանչյուր ղեկավար անկախ Հայաստանի իրանք բոլորն է ճանաչել են Ղարաբաղը Ադրբեջանի կազմ։ Ու թաքցրել են, նույն Ռոբերտ Քոչարյանն է ժամանակին ասել է, նույն Սերժ Սարգսյանը ասում էր կհանեմ աշխատանքից այն մարդուն, ով որ կասի Ղարաբաղը Հայաստանն է։ Ու այսօր որ գալիս են ուզում են Նիկոլ Փաշինյանի երեսը սևացնեն, ասեն Ղարաբաղ տվեց, թող մի հատ շրջվեն նայեն, տեսնեն Ղարաբաղ ով է տվել, տեսնեն Ղարաբաղի շուրջ ով է վարել սխալ քաղաքականություն ու առհասարակ Ղարաբաղը ով կերավ ու ով հաշիվը փակեց։ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, սիրելի հայրենակիցներ ջան, պարոն Փաշինյանը իրավացի է։ Սահմանադրության մեր հռչակագիրը հիմնված է կոնֆլիկտի վրա, եւ կոնֆլիկտի վրա խաղաղություն հիմնելը անհնար է։ Հիբրիդային մեծ պատերազմ է սպասում սեպտեմբերին, ժողովուրդ ջան, երբ որ սահմանադրության այդ քվեարկությունը տեղի կունենա, մեծ պատերազմա լինելու հիբրիդային։ Ու մենք կրկին պետք է հաղթենք այդ ընդդիմություն կոչվածին ու մեր պետությունը պահենք, որովհետև սահմանադրությունը փոխելով դա վերջին քայլն է ու մենք վերջապես գնում ենք հավերժ խաղաղության։ Իսկ հրաժարականի վերաբերյալ, սիրելի հայրենակիցներ ջան, լինենք անկեղծ, պարոն Փաշինյանը 18 թվին էլ հրաժարական տվեց, 21 թվին է հրաժարական տվեց։ Ասել եմ ու միշտ եմ ասում, ինքը աթոռիմա չի դողում։ Ինքը մենակ էս պետության համար է դողում, որ լավ լինի հետո։